Տիկին Աղեկյան, ինչպես առավոտից հասկանում ենք, առավել թեժ իրավիճակ է հենց Արգիշտի Մեխակյանի հարազատ Արագած գյուղում, ընտրատեղամասերում այստեղ շատ են խախտումները կարծես արձանագրվում, ահազանգեր են հնչել։ Այս պահին 14:29 ընտրատեղամասում ենք, որտեղ դուք առավոտվանից այստեղ եք եղել ու միջադեպ էր գրանցվել։ Կխնդրեմ մանրամասնել, թե ինչ իրավիճակ է, ինչ է։ Առավոտ 8-15 րոպեից սկսած արդեն նկատեցինք, որ կար ՔՊ-ի տասովշիկ, ով որ ըստ գյուղացիների բնակվում է Մոսկվայում, Ռուսաստանում է, Խոպանչի է, օրեր առաջ եկել է գյուղ, եւ այսօր շատ ակտիվ ՔՊ-ական տասովկաների մեջ էր։ Մի քանի անգամ մենք արձանագրեցինք, որ նա այստեղ է մոտակա տարածքում եւ նաեւ 14 կոտորակ 28 ընտրատեղամասում տանում էր ընտրողներին, ուղղորդում էր, անգամ փորձում էր ներկայացնում էր ընտրողներին որպես հիվանդ մարդ կամ իրեն ազգական եւ փորձում էր ինքը նրանց փոխարեն ընտրել։ Կոնկրետ մեր ընտրատեղամասում մենք կանխել ենք այդ դեպքը, արձանագրությունը համապատասխան գրանցամատյանում գրանցված է իհարկե։ Ոստիկաններին դիմել ենք, առաջին եւ երկրորդ անգամ հրաժարվել են, ոստիկանապետի օգնությամբ դրան հեռացրել են տարածքից, որովհետեւ նա հստակ ուղղորդում էր ՔՊ-ի իշխանության օգտին, ժամը 10-ին էլ Արգիշտի Մեխակյանի հետ շքախումբ հավաքեց, մասնակցեցին ընտրության 14 կոտորակ 28-ում եւ ակնհայտ էր, որ մարդիկ վախեցած էին, ահաբեկված են։ Այսօր հենց այս ընտրական process-ը տեսնելով, առավոտից տեսնելով, թե ինչ աժոտաժ է կատարվում, հասկանում ենք, որ Արագած գյուղում բնակիչները վախեցած են, իշխող ուժը մարդկանց վրա եւ վարչական ռեսուրս է կիրառել եւ տարբեր ձևերով մարդկանց վախեցրել է եւ մարդիկ ահուսարսափի մեջ գալիս են, անգամ ես ականատես եղա, որ ընտրելուց հետո տատիկները ասեցին, ով էս էլ պրծանք, սրանցից էլ պրծանք, այսինքն ոնց որ այդ քվյատ հերթիկը գցեին, որ իրենք ազատվեին այդ դարդու ցավից։ Մենք հասկանում ենք, որ այստեղ վարչական լուրջ լծակ է կիրառվում, ընտրախախտումներ են արձանագրում, ասեմ ձեզ նաեւ, որ միջազգային դիտորդական առաքելություն էր եկել, ես նրանց մոտեցա, իրենք ընտրատեղամասում նկարահանումներ արեցին եւ հեռացան, մոտեցա ցույց տվեցի հենց այդ պահին կուտակումները եւ նաեւ ընտրական խախտումները։ Ինձ ասեցին, որ իրենք ընտրական խախտումները չեն կարող արձանագրել, հորդորեցին, որ նման արձանագրությունները ես անեմ, իրենք այստեղ լիազորություններ չունեն ընտրախախտումներ արձանագրելու, իրենք միայն կարող են արձանագրել ընտրատեղամասում ընտրության բնականon ընթացքը։ Ահա սա է Եվրոպական միության միջազգային դիտորդների վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության։ Այո, բնականաբար մենք տեսանք, հենց ես ականատես եղա եւ տեսա, թե ինչպես կարող են օրը ցերեկով 3 հասուն մարդիկ եվրոպացի, ովքեր եկել էին իբրև դիտորդական առաքելության, պարզապես ընտրական process-ը նկարեցին, ֆոտո արեցին եւ ասեցին, որ ամեն ինչ ժողովրդավարության բաստիոնին համաձայն է տեղի ունենում, մինչդեռ կուտակումը հենց այդ պահին Լևոն Սահակյանը այդ տասովչիկը ՔՊ-ի դեռ հեռացված չէր, այդտեղ նորից կուտակումներ էր առաջացրել։ Ես իրենց ցույց տվեցի, ասեցի նկարեք եւ արձանագրեք այս պահը, ասեց մենք դա չենք կարող արձանագրել, մենք դրա լիազորությունը չունենք։ Սա է, սիրելի հայրենակիցներ, այն ժողովրդավարության բաստիոնը, որի մասին հորջորջում է քաղաքացիական պայմանագիրը։ Ես կոչ եմ անում, որ վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչները ազատ ընտրություն անեն։ Մի վախեցեք, այս վախի մթնոլորտը վերացրեք։ Քվյախցիկում դուք մենակ եք, որևէ մեկը, լինի դա տասովչիկ, լինի, չգիտեմ, հորդորիչ, վարչական լծակի տիրապետող որևէ մեկը, ձեր սիրելի Նիկոլը, ոչ մեկը չի կարող գալ քվյաթերթիկը ձեր ձեռքից վերցնել, քվյախցիկը վերահսկել եւ տեսնել, թե դուք ում ընտրեցիք։ Այնպես որ ավելի ճիշտ կլինի դուք ընտրեք ձեր խղճի մտոք, ձեր խղճի առջև արդար լինեք, ձեր երեխաների աչքերի մեջ կարողանաք հանգիստ նայել։ Ոչ թե այնպես սխալ ընտրություն անեք վախից դրդված, որ վաղը մյուս օրը Էջմիածինը մեր հոգևոր մայրաքաղաքը համարվի դժգույն եւ դժբախտ եւ թուրքերեն էլ դառնա պետական լեզու։ Տիկին Աղեկյան, այս ընտրությունները նրանով են նաեւ յուրահատուկ, որ հենց եկեղեցու այդ կատարվող գործողությունների մասով, այսպես ենք շատ ենք տեսնում, որ օրինակ իշխանությունները զուգահեռ են անցկացնում, ասում են այ տեսեք, եթե վաղաշաբաթցիների վերջին ընտրությունները ցույց կտան, որ քաղաքացիները մեծ հետ համաձայնեն նաև այդ եկեղեցու դեմ կատարվող գործողություններով, այսքան փորձելու են պրոյեկտել նաև, եթե հաջողվի այստեղ իշխանություն ձևավորել հաղթել, դա նաև նշան համաձայնություն են ցույց տալու։ Ես համամիտ չեմ, մանիպուլյացիա է իրականացնում իրեն հարիր, որովհետև փորձում են ասել, որ եկեղեցու դեմ մղվող պայքարը ոչ թե Փաշազադեի հրահանգ
զանգով է, այլ իբրև թե անձերի դեմ է ուղղված, դա սխալ է։ Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի մոլլաների ղեկավար Փաշազադեն հրահանգել է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հայ առաքելական եկեղեցին վերանա եւ տեղը մենք իսլամ ընդունենք եւ մսկիթներ բարձրանան, վերխոյանան Հայաստանի Հանրապետությունում, այնպես որ հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը հայ ինքնության դեմ պայքար է, մեր կրոնի, մեր հավատքի դեմ պայքար է, քրիստոնեությունը առաջինը ընդունած երկիրը բնաջնջելու պայքար է։ Այստեղ պետք է մանիպուլյացիոն հնարքներին տուրք չտանք եւ ինքներս հավատանք մեր առաքելական եկեղեցուն, մեր կրոնին, մեր քրիստոնեությանը եւ ճիշտ ընտրություն անենք։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, սուտ են ասում, թե անձերի դեմ են ուղղում իրենց պայքարը, ինչպես որ զինվորականների դեմ ասում էին առանձին զինվորականների դեմ է պայքարը, բայց վերացնում են հայոց բանակը, նույն ձևով էլ վերացնում են հայ առաքելական Սուրբ եկեղեցին տեղը մսկիթներ բարձրացնելով։ Քաղաքացիները պարտավոր են ընտրելու ազգային ուժերին, եթե ուզում են ունենալ հայրենիք, եթե ուզում են, որ իրենց երեխաները ապրեն Հայաստանի Հանրապետությունում, ոչ թե թուրքական վիլայեթում։